Առաջին նամակը Կորինթացիներին 2-րդ գլուխ։ Ես էլ եղբայրներ, երբ եկա ձեզ մոտ, չեկա պատմելու ձեզ Աստծու վկայությունը խոսքի իմաստության գերազանցությամբ, որովհետև չմտադրվեցի ձեր մեջ գիտենալ այլ բան, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսին և նույն խաչվածին։ Ես տկարությամբ, երկյուղով ու սաստիկ դողով եղա ձեզ մոտ, և իմ խոսքն ու քարոզչությունն իմաստության խաբուսիկ խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ ու զորությամբ, որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ, այլ Աստծու զորությամբ։ Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում, այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր ու ծածուկ իմաստությունը, որն Աստված հավիտյաններից առաջ սահմանել էր մեր փառքի համար, որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց, որովհետև եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։ Սակայն ինչպես գրված է, այն, ինչ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց և մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար։ Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծու խորությունը։ Մարդկանցից ով որևէ բան գիտի մարդու խորհուրդների մասին, եթե ոչ նույն մարդու Հոգին, որ իր մեջ է։ Նույնպես և ոչ ոք չգիտի Աստծու խորհուրդները, եթե ոչ Աստծու Հոգին։ Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծու կողմից շնորհվեց մեզ։ Եվ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ։ Հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։ Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։ Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ մեկի կողմից չի քննվում։ Իսկ արդ, ով իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան։ Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։